Բարև ձեզ։ Այսօր կզրուցեմ Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի հետ։ Պարոն Մարսուբյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ։ Mr. Marsubian, you are Պարոն Մարսուբյան, դուք համարվում եք Դիլդիլյան ընտանիքի ժառանգ, որն ապրել է Օսմանյան կայսրությունում։ Ինչպես գիտենք, Դիլդիլյանները Օսմանյան ժամանակաշրջանում լուսանկարչական ստուդիաներ են ունեցել մի քանի քաղաքներում, բայց ի՞նչն է նրանց լուսանկարները դարձնում հատկապես նշանակալից եւ ինչու են դրանք այսօր համարվում կարևոր ժառանգություն։ Հատոնք կարևոր են շարք առումներով։ Մեկը այն է, որ լուսանկարներ ու հավաքածուն բազմաթիվ հազարավոր լուսանկարներ պահպանված է, որովհետև լուսանկարիչներու ընտանիքը իմ մեծ հայրս եւ իր եղբայրը փրկված են 1915-ի ցեղասպանութեն են։ Օսմանյան կայսրության մեջ կային լուսանկարիչներու բազմաթիվ այլ ընտանիքներ։ Անադոլուի ներքին շրջաններու մեջ այժմյան Թուրքիո արևելքը, որոնք չեն փրկված եւ անոնց ստեղծագործություններուն մեծ մասը գործված է, իսկ մեկ մասը պահպանված է Սփյուռքի մեջ, քանի որ ուղարկված էր այնտեղ։ Սակայն այնինչ Դիլդիլյաններու հավաքածոն այս առումով եզակի կդարձնե ադոր պահպանվածը լալն է։ Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ ընտանիքը շարունակած է զբաղել լուսանկարչությամբ 1888-ին, երբ իմ մեծ հայրս սկսած է մինչև 1980-ականները, երբ իր որդին դադրած է զբաղել է լուսանկարչությամբ Միացյալ Նահանգներու մեջ։ Այսինքն գրեթե 100 տարվան շարունակական աշխատանք է լուսանկարչության ոլորտի մեջ երկու սերունդներու ընթացքին։ Կարելի է կարծել, որ այդքան տարիներու համար ադիգա պետք է ընդգրկեր 3 սերունդ, սակայն անիգա ավարտած է իմ մորեղբորս, ինչպես նաև իմ մորս հետ, որ նույնպես լուսանկարիչ էր։ Այսպիսով եզակի է այն առումով, որ մեկ ընտանիք այդքան երկար ժամանակ շարունակած է զբաղել լուսանկարչությամբ, եւ մյուս կարևոր փաստն այն է, որ ստեղծված նյութերու այդքան մեծ մասը պահպանված է, ադոնց զգալի մասը ստեղծված է մինչև 1915, իսկ մեծ քանակությամբ նյութ 1915-ին հետ Հունաստանի մեջ, ուր ընտանիքը տեղափոխված է 1922-ին եւ Միացյալ Նահանգներու մեջ։ How did they Ինչպես նրանք պահպանեցին այս գործունեությունը դժվարին պայմաններում, ինչպես կարողացան շարունակել լուսանկարչությունը։ doing photographs? Ասիգա պատմության ամենեն հրաշալի հատվածն է, այն որ անոնք գրծած են շարունակել իրենց գործունեությունը երկու համաշխարհային պատերազմներու ընթացքին, նաև հայոց ցեղասպանության տարիներուն։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին մեծ հայրս եւ իր եղբայրը Ցոլագն ու Արամը գրծած են մնալ մարզվանի մեջ, ուր գտնվեր ընտանիքը, որովհետև կառավարության անոնք անհրաժեշտ էին, որպես լուսանկարիչներ եւ երկուքն ալ գծառայեին Օսմանյան բանակին մեջ։ Իրենց արտոնված էր չդեղահանվիլ մարզվանի մյուս հայերուն հետ, պայմանավ որ շարունակեին լուսանկարչությունը բանակին համար։ Մյուս պայմանը այն էր, որ անոնք պետք է թրքական անուններ առնեին եւ ընդունեին մահմեդականությունը, ինչ որ անոնք ըրին մեծ դժգամությամբ, բայց ընդրությունը կամ դեղահանությունն էր կամ ընտանիքին փրկությունը, եւ անոնք որոշեցին փրկել ընտանիքը։ Երբ պատերազմը ավարտեցավ, անոնք վերադարձուցին իրենց հայկական ինքնությունն ու քրիստոնեական հավատքը, քանի որ երբեք իրապես չէին դարձած մահմեդական։ Անոնք բարձրապես անցած էին այդ արարողութենեն, եւ յետքը պատերազմի ավարտեն յետք անոնք վերսկսան իրենց լուսանկարչական գործունեությունը։ Պատերազմի ընթացքին նույնպես կզբաղեին լուսանկարչությամբ, գլխավորապես բանակին համար, սակայն այդ աշխատանքներեն գրեթե ոչ մեկ բան կա ընտանեկան հավաքածոյի մեջ։ Միայն քանի մի լուսանկարներ պահպանված են այդ շրջանեն։ Պատերազմեն յետք անոնք շարունակեցին լուսանկարել որբերը։ Անոնք նաև ղեկավարեին որբանոցներ։ 1922 թվականին անոնք ստիպված եղած են լքելու Թուրքիան եւ գրգին հիմնելու իրենց աշխատանոցը փախստականներու ճամփարներու մեջ։ Անոնք շարունակած են զբաղել լուսանկարչությամբ, բացած են երկու աշխատանոց, ընդլայնած են գործունեությունը։ Յետքը նացիները եկած են ու գրաված են Հունաստանը եւ անոնք շարունակած են աշխատանոցի գործունեությունը նաև նացիական գրավման ընթացքին։ Մենք ունենք լուսանկարներ, որոնք ցույց կտան, թե ինչպես անոնք կբահեին աշխատանոցի գործունեությունը Հունաստանի մեջ։ Ես միշտ զարմանքով կմտածեմ, թե ինչպիսի դոգունություն եւ խիզախություն ունեին շարունակելու անել այն, ինչ կսիրեին։ Ադիգա նաև իրենց արհեստներ Միացյալ Նահանգներ քաղտել է յետք, անոնք շարունակած են զբաղել լուսանկարչությամբ եւ ես ինքս շատ բախտավոր կզգամ, որ իմ հորեղբորմես Հմայագեն ստացած եմ արխիվին զգալի մասը։ And you are here today in Armenia. Եվ այսօր դուք Հայաստանում եք ներկայացնելու ձեր անձնական, սակայն խորապես պատմական նախագիծը նվիրված հայոց ցեղասպանությանը։ Այն ցուցադրվեց Հայաստանի պատմության թանգարանում։ Ինչ եք զգում եւ ինչ զգացումներով եք ներկայացրել այս նախագիծը Հայաստանում։ Presenting this project in Armenia.
I'm feeling very Ես շատ հբարտ կզգամ եւ գուզեմ հստակ նշել, որ ցուցահանդեսը ցեղասպանության մասին չէ, այլ այն մասին է, թե ինչպիսի կարողություն եւ գործունեություն ունեին հայերը, որոնք ոչ միայն փառքավաճած են Օսմանյան գայսրության մեջ, այլև հետակային սփյուռքի մեջ գրծած են վերագառուցել իրենց կյանքը։ Այսինքն, ասիգա աղեդի մասին ցուցահանդեսը չէ, այլ այն մասին է, թե ինչպիսի նախաձեռնողականություն, կարողություն, հերոսություն եւ ստեղծագործականություն ուներ ընտանիքը շարունակելու լուսանկարչությունը եւ երկար ժամանակ պարկավաճելու։ Այսպիսով ցուցահանդեսի մեջ դուք պիտի տեսնեք բազմաթիվ լուսանկարներ, ոչ միայն ընտանիքեն, այլև իրենց ստեղծած աշխատանքներ են, ինչպես նաեւ հայկական դարազներ, որոնք իրենք կհակնեին։ Անոնք շատ հբարտ էին իրենց հայկական ժառանգությամբ։ Պիտի տեսնեք նաեւ Հայաստանի պատմության թանգարանի դարազներ, որոնք նույնն են, ինչպես իմ ընտանիքիս լուսանկարներում մեջ, թերևս 1908-1910 թվականներում։ Դուք նաև պիտի տեսնեք այն վայրերը, ուր աշխատած են ընտանիքին անդամները, մասնավորապես Անադոլիա կոլեջը, որ ամերիկյան միսիոնարական կոլեջն էր։ Իմ մեծ հայրս այդ կոլեջին լուսանկարիչն էր։ Ուստի ան բազմաթիվ լուսանկարներ առած է ուսանողներուն, դասախոսներուն եւ ամերիկացի միսիոնարներուն համար։ Ան նաև լուսանկարած է այն մարդիկը, որոնք հետակային ստիպեցին զիրենք լքելու Թուրքիան, քեմալականներու եւ ազգայնական ղեկավարության ներկայացուցիչներու համար, որոնք գանցնեին Սամսոնեն եւ Էրզուրում են։ Ես հբարտ եմ ներկայացնելու իրենց ժառանգությունը եւ ադիգա իրենց աշխատանքն է։ Անոնք են, որ կբատմեն այս պատմությունը, որովհետեւ քրած են այն, ինչ դեղի ունեցած է իրենց հետ եւ լուսանկարած են իրենց կյանքը եւ իրենց համայնքին կյանքը հայերուն, հույներուն, ինչպես նաեւ Օսմանյան գայսրության մեջ ապրող թուրքերուն։ the Turks in the Ottoman Empire. You spoke about your Ձեր ընտանիքը անցնելով տարբեր ժամանակաշրջաններով վերադարձավ իր հայկական ինքնությանը։ Այս համատեքստում ինչ ուղերձ կարող է այն ունենալ այսօր հայկական սփյուռքի համար։ in this sense. The message Ասիգա շատ լավ հարցում մնե։ Ես պիտի ասեի, որ կարևոր մտահոգություններն մեկն է, որում մասին կրած են թե իմ մեծ հայրս, թե իր եղբայրը, հայկական ինքնության պահպանումներ։ Ասիգա հատկապես գերեւի իրենց որբերու հետ աշխատանքի մեջ ամերիկացի միսիոնարները գլխավորապես մտահոգված էին որբերու ֆիզիկական կոյադևմամբ, մինչդեռ իմ ընտանիքս, որ գաշխադեր անոնց հետ, գետրոնացած էր անոնց հայկական ինքնության պահպանման վրա։ Անոնք մեծ չանքեր կգործադրեին, որբեսի այդ փոքրիկ որբերը սորվեին ճանչնային հայկական մշակույթը նույնիսկ այն ժամանակ, երբ ադիգա արգելված էր թրքական կառավարության կողմէ 1921-1922 թվականներուն։ Քեմալականներու իշխանության ներքո թրքական կառավարությունը հայտարարած էր, որ պետք չէ ըլլա ոչ ուսուցում, ոչ կրթություն, ոչ ալ լեզվի դասավանդում, որովհետև նպատակ ունեին հայերը թուրք դարձնելու։ Սակայն իմ մեծ հայրս ու իր եղբայրը կգտնեին քաղնի ուսուցման եղանակներ, որբեսի պահպանեին իրենց ինքնությունը։ Եթե անոնք այդքան չանք կգործադրեին, կարելի է պատկերացնել, թե գրթությունը որքան կարևոր էր ընտանիքին համար։ Անոնք մեծ նշանակություն կուտային ժառանգությունը փոխանցելուն, երբ տեղահանվեցան Հունաստան, նույն ցևով շարունակեցին իրենց գործունեությունը, մասնակցելով հայկական դպրոցներու հիմնադրման գործին։ Այսպիսով իրենց համար հայկական ինքնությունը կարևոր էր ոչ միայն որպես ազգային արժեք, այլ նաև որպես համաշխարհային մշակույթին դրվող կարևոր ներդրում։ Անոնք զայն չէին դիտեր միայն հայերուն համար, այլ գուզեին զայն բաժնեկցիլ այն բոլոր վայրերում մեջ ուր գաբրեին ըլլա Հունաստան թե Միացյալ Նահանգներ։ whether it was in Greece or in the United States. Do you feel that Արդյոք լուսանկարների արխիվի վրա աշխատելը նաև ձեզ համար դարձել է ինքնության ընկալման մի ճանապարհ, որպես ժառանգ եւ որպես հետազոտող։ as a researcher? Yes, it was. Այո, այդպես էր։ Ես բացահայտեցի շատ բաներ, որոնք մինչ այդ չէի գիտեր։ Անշուշտ պատմության մեկ մասը գիտեի մոր մեզ եւ քիչ մնալ մորեղբոր մեզ, բայց շատ կարեւոր մանրամասնություններ անհայտ էին։ Օրինակ, գիտեի, որ անոնք բրգված էին 1915-ին լուսանկարչության շնորհիվ, սակայն ընտանիքի մեջ ոչ ոք պատմած էր, որ անոնք ընդունած էին մահմեդականությունը եւ արած տրքական ինքնություններ կոյադևելու համար։ Գային որոշ ակնարկներ, բայց երբեք հստակ չէր ասված։ Թերևս ադիգա նաև այն պատճառավ էր, որ լիովին հայտնի չէր։ Մայրս այդ ժամանակ շատ բզդիգ էր։ Ես ադիգա բացահայտեցի միայն մոտ 15 տարի առաջ, գարտալով իմ մորաքրոջս օրակիրները։ Ան իր գրառումներում մեջ կնշեր այն թրքական անունները, որոնք դրված էին մորս, մեծ հորս եւ մորեղբայրներուս։ Այդ ամենը ինձի համար մեծ բացահայտում էր եւ ադիգա զիս ավելի հետաքրքրեց խորությամբ հասկանալու, թե ինչպես ապրած էին անոնք եւ ինչպես կրծած էին կոյադևել։ Ադիգա նաեւ սկիզբ մտրավ իմ ճամփորդությանս
անց դեպի Թուրքիա, ուր ես կդա մեր ընտանեկան դունը, որ մինչև օրս զգանքուն է մարզվանի մեջ, եւ դեսա նաեւ հոմ բահբանված մյուս հայկական դուները, հանդիպեցա մարդոց հետ եւ յետքը այդ լուսանկարները ներկայացուցի մարզվանի մեջ կազմակերպված ցուցահանդեսին 2013-ին մինչև 2015 ես 5 ցուցահանդես ունեցած եմ Թուրքիո մեջ, բոլիս 2 անգամ Անկարա, Մարզվան եւ Դիարբեկիր։ Ես կուզեի բաժնեկցիլ այս պատմությամբ, հույս ունենալով, որ թուրք հասարակությունը ցանոթանալով ադոր պիտի գարենա արերեսվիլ իր պատմության հետ։ Եվ շատեր իսկապես ըրին ադիգա, թեև հարաճընթաց կար վերջին 5-6 տարիներուն, ներկայիս կառավարության պայմաններուն ներքո այդ հարաճընթացը այնքան մեծ չէ։ Այնուամենայնիվ ես հույս ունիմ, որ աբակային նոր հնարավորություններ պիտի լան այս պատմությունը գրգին ներկայացնելու Թուրքիո մեջ։ Իմ աշխատանքներուս մեկ մասը արդեն թարգմանված է թրքերենի եւ ես հույս ունիմ, որ աբակային ավելի շատ նյութեր պիտի թարգմանվին։ Ես զգուշավոր լավադես եմ աբակայի նկատմամբ, բայց ադիգա մշտական պայքար մնե։ for the future, but it's always a struggle. You said that you have showcased Դուք նշեցիք Թուրքիայում կազմակերպված ցուցահանդեսները։ Ինչ արձագանք եղավ տեղական լսարանի կողմից։ It was very positive at the time. Այդ ժամանակ արձագանքը շատ դրական էր։ 2013-ին երբ առաջին ցուցահանդեսն էր եւ մենք սկսած էինք ադոր ծրագրումը, թերևս 2011-ին որոշ մտահոգություններ ունեինք անվտանգության վերաբերյալ եւ գվախնայինք, որ գրնա ալալ ազգայնական արձագանք։ Երբ ցուցահանդեսը տեղի ունեցավ, այդ մտահոգությունները չիրականացան։ Շատ մարդիկ այցելեցին եւ արձագանքը շատ դրական էր։ Բոլսո մեջ նույնպես մամուլը դրական արձագանք էր, բայց տարիներու ընթացքին իրավիճակը ավելի բարդացավ։ Պետք է նշեմ, որ այն մարդը, որ ամենեն շատ նպաստած էր Թուրքիո մեջ ցուցահանդեսներու կազմակերպման, նաեւ իմ լավ բարեկամս էր Օսման Քավալան, արդեն 8 տարի է բանդն է, չհիմնավորված մեղադրանքներով։ Ինչպես Արտենեսի հարաճընթացի փոխարեն եղած է հետընթաց Թուրքիո պատմության հարցերում վերաբերյալ քաղաքական ազատության առումով եւ ասիգա կվերապերի ոչ միայն հայկական պատմության, այլ նաեւ քրդական պատմության։ Մենք անշուշտ հույս ունենք, որ փոփոխություններ պիտի լան, թեև չենք կրնարսել երբ, բայց ես կհավատամ, որ փոփոխությունը անխուսափելի է։ Ընդհանուր առմամբ ես շատ դրական արձագանք ստացած եմ հանդիսադեսեն։ Անշուշտ շատերը գուքային, որովհետեւ հետաքրքրված էին։ Լավ պիտի լար նաեւ հանդիպիլ ավելի դարբեր գարձիկ ունեցող մարդոց։ Այնուամենայնիվ գային մարդիկ, որոնք չէին հավատար, որ ցեղասպանություն տեղի ունեցած է, բայց իրենց թուրեգան էին լուսանկարները եւ անոնք կսեին, որ աշխատանքը շատ գեղեցիկ կդարված է։ Ադիգա միշտ հաճելի է լսել։ Ես հույս ունիմ, որ աբակային եւս նման հնարավորություններ պիտի լան։ Ամեն անգամ, երբ Թուրքիա երթամ, անպայման կհանդիպիմ հայկական անցյալի որևէ հետքիմը։ Օրինակ, անցյալ շաբաթավերջին 2 օր անցուցի Բոլսո մեջ Օսկալու ջամփուս վրա եւ գմնայի նոր հյուրանոցի մեջ։ Բարձվեցավ, որ այդ հյուրանոցի մեկ մասը հին շենք մնե եւ միայն հաջորդ օրը բացահայտեցի, որ ադիգա հայկական դբրոց մի եղած է։ Մխիթարյան դբրոց, հիմնված 1830 թվականին։ Անոնք բահբանած էին հին շենքը եւ հյուրանոցի վերածած էին զայն։ Երբ հյուրանոցը գամրակրեի, բնավ չէի գիտեր, որ ադիգա հայկական դբրոց մի եղած է։ An Armenian school. But do we Իսկ այդ դպրոցը կա ձեր լուսանկարներում։ No, they didn't take Ոչ, photographs. անոնք Բոլսո մեջ չեն լուսանկարած։ Իմ հավաքածուիս մեջ գա միայն մեկ լուսանկար, որ առնված է Բոլսո մեջ, սակայն հոն շատ հայ լուսանկարիչներ կային։ Այն ժամանակվա Կոստանտն ու Բոլսո մեջ, եւ անոնք հոնքորց չեն սկսած, որովհետեւ մրցակցությունը շատ մեծ եղած է։ Wow, this might be very surprising for you. Պետք է որ շատ անսպասելի բացահայտում լիներ ձեզ համար, որ այնտեղ հայկական դպրոց է եղել։ Talking also about Խոսելով նաև հայկական լսարանի մասին, ինչ եք կարծում, որն է հիմնական ուղերձը նրանց համար, հատկապես երիտասարդ սերնդին։ for young generations. I think Կգարձեմ երիտասարդներուն համար շատ կարևոր է հարցումներ ուղղել իրենց ծնողներուն եւ մեծ հայրերուն ու մեծ մայրերուն։ Շատ կարևոր է ամուր գաբ ունենալ սեփական ժառանգության հետ, իսկ այդ ժառանգությունը կսկսի նույն ինքն ընտանիքեն։ Քո արմատներուդ մասին գիտնալը մեծ նշանակություն ունի, հասկանալու թե ով ես դուն եւ ինչ ջամփով կուզես հարաճ երթալ։ Դու բարձաբես բադահականությամբ չես դարձած այն, քու ծնողներդ, մեծ հայրերդ ու նախաբաբերդ շատ բաներ ըրած են եւ կարեւոր է գիտնալ այդ պատմությունները, հասկանալու թե ինչպես անոնք պայքարած են, հաղթահարած են դժվարությունները եւ կդած են իրենց դեղը աշխարհի մեջ։ Գիտեմ, որ օրինակ Ամերիկայի մեջ
Այսօր մեծ հետաքրքրություն կա այն բանի նկատմամբ, որ կգոչվի դողմապանություն, բարձելու թե ուրգե գուքաս, երբ քունախնիներդ ներգաղթած են։ Կգարձեմ ասիգա կարևոր է որևէ երկրի համար, որովհետև գուտա պատմության ավելի խոր ընկալում եւ քուդեղդ աշխարհի մեջ հասկանալու հնարավորություն։ Ամեն ինչ ակնթարթային չէ, ինչպես ընկերային ցանցերու վրա գերեվի։ Կարևոր է հասկանալ թե ուրգե գուքաս։ Այսօր արհեստագիտությունը շատ ավելի գթյուրացնե ընտանեկան պատմություններու բացահայտումը։ Ես եւ ֆիլմի բեմադրիչը կդասավանդենք Կոննեկտիկուտի համալսարանի մեջ։ Մենք ուսանողներեն կխնդրենք իրենց ընտանիքներեն բերել որևէ առարգա, որ կարևոր է եւ երկար ժամանակ եղած է իրենց ընտանիքի մեջ ու պատմել այդ առարգային պատմությունը։ Ադոր համար անոնք պետք է խոսին իրենց ծնողներուն հետ, բարձեն, թե ինչպես ադիգա հայտնված է ընտանիքի մեջ, որուն եղած է եւ այդ ամենեն պատմություն կգառուցեն։ Ետքը կպատրաստեն գարչ ֆիլմը։ Ասիգա շատ կորձնական եւ գենտանի ցև մնե, հասկանալու սեփական ընտանիքին պատմությունն ու ինքնությունը։ Եվ ադիգա շատ գեղեցիկ արդյունքներ կուտա։ Ուսանողները բարդաթիր չէ որ հայելլան։ Օրինակ ունինք ուսանողը, որ Չինաստանեն որտեղ գրված է, մյուսը Աֆղանստանեն, բայց անոնք նույնպես կհաջողին գապ հաստատելու իրենց պատմության հետ։ Կգարձեմ կարևոր է նաև օգտագործել արհեստագիտությունը, որովհետև երիտասարդները արդեն հետաքրքրված են ադորմով։ Ադիգա գրնա իրենց շատ օգնել ավելի թյուրին եւ արդյունավետ ձևով բացահայտելու իրենց պատմությունը ժամանակակից պայմաններում մեջ։ That sounds very interesting. Շատ հետաքրքիր է հնչում։ Կարծում եմ նման դասընթաց պետք է նաև Հայաստանում լինի։ Well, I would like Այո, ես նույնպես կուզեի եւ արդեն առաջարկած եմ այդ գաղափարը աբակային իրականացնել։ Այն ֆիլմի բեմադրիչը, որուն հետ կաշխատիմ, մեծ ցանկություն ունի Հայաստան գալու։ Ես խոսած եմ դարբեր մարդոց հետ այս գաղափարը հոս իրականացնելու մասին, առարգաներու միջոցով պատմությունները ստեղծելու ձևաչափով։ Հայաստանի ամերիկյան համալսարանեն ներս արդեն կա ծրագիրը, որ կապված է պատմողականության եւ պատմություններու հետ։ Հուսով եմ պիտի կարենանք համագործակցել եւ նման նախաձեռնություն իրականացնել։ Ուսանողները արդեն իսկ հետաքրքրված են դեսանյութերը ստեղծելով, ունին անհրաժեշտ հմտությունները, բարձաբես պետք է քիչ ուղղություն տալ անոնց եւ կգարձեմ ադիգա շատ դրական արդյունք պիտի դա։ I think it'd be very positive. Mr. Marsubyan, Վերադառնալով այս անգամ Հայաստանում անցկացված ցուցահանդեսին, ինչպես գիտենք, այն նվիրված էր հայոց ցեղասպանությանը, չնայած դուք նշեցիք, որ այն միայն ցեղասպանության մասին չէ։ Այս տարի լրանում է հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Ձեր կարծիքով ինչպես է զարգացել ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ շղթման դեմ պայքարը, եւ ինչպես պետք է մոտենանք այս հարցին ժամանակակից աշխարհում։ this issue in modern times. I think denial Կգարձեմ ժխտողականությունը շատ առումներով ծախողած է եւ ես ադիգա պիտի բացադրեմ պատմական փաստի դեսանգյունեն այլևս հագասություն չկա որ դեղի ունեցած է ցեղասպանություն պատմապաններում մեծ մասը համաձայն է ադոր հետ իսկ հեղինակավոր պատմապանները հատկապես ցեղասպանագիտության ոլորտի մեջ ադիգա լայնորեն ընդունված փաստ կհամարեն ես ինքս կդասավանդեմ ցեղասպանագիտություն եւ ունիմ գործընկերներ որոնք նույնպես կդասավանդեն անոնք հայ չեն բայց հաջող նույն հայոց ցեղասպանությամբ կսկսին ժամանակագիտ ցեղասպանության խաղապարի քննարկումը այսինքն գիտական եւ գրթական դաշտերներս այլևս չկա իրական վեճ այն մասին թե ինչ դեղի ունեցած է ճանաչումը սակայն առանցին քաղաքական հարց մնե որ ինչպես գիտենք կախված է աշխարհակահաղականութենեն այս բահուս շատ երկրներ արդեն ջանցած են հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգներու կոնգրեսը ջանցած է եւ Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես օգտագործած է հայոց ցեղասպանություն ցեվագերբումը այսպիսով կգարձեմ այս հարցի մեջ եւս իրական բանավեճ այլևս չկա խնդիրը կհարաճանա այն ժամանակ երբ մենք չենք քաղեր ցեղասպանության դասերը եւ գառնենք քայլեր որոնք մեզ կհեռացնեն մեր անցյալեն ես ասիգա գսեմ նաեւ որպես Միացյալ Նահանգներու մեջ ապրող մարդը, ուր այսօր մեծ մտահոգություն կա այն մասին, թե ինչպես կդասավանդվի պատմությունը։ Շատ կարևոր է պատմությունը ներկայացնել ոչ միայն որպես հաջողություններու շարք, այլ նաև խոսել խնդիրներու եւ ցախողություններու մասին։ Պատմության շղթումը միշտ կմեծնե անցյալի սխալներու գրկնության վտանգը։ Կգարձեմ որևէ երկրի համար կարևոր է ունենալ իր պատմության նկատմամբ առողջ քննադատական մոդեցում, աբակա սխալները կանխելու համար։ Հատկապես բռնադիրական հասարակություններու մեջ պատմությունը հաջող կվերահսկվի, որովհետև իշխանությունները կուզեն պահպանել իրենց դիրքը։ Եվ այս առումով շատ կարևոր է ժողովրդավարությունը, նաև Հայաստանի մեջ, ուր պետք է ըլլան բաց անգերց քննարկումներ պատմության անցյալի եւ նույնիսկ ցախողություններու մասին։ Յուրաքանչյուր ազգ ունի իր պատմության մեջ թրվակներ, որոնց մեկը նա ամճնալ։ Օրինակ Միացյալ Նահանգները իր պատմության մեծ հատվածի մեջ
ունեցած է ըստրգություն, այսինքն անիգա իդեալական օրինակ չէ եւ ադիգա կարելի չէ անդեսել։ Ուստի կգարձեմ շատ կարեւոր է որ պատմությունը ներկայացվի, բայց անգերձ եւ քննադատական ձևով։ Ադիգա կվերապերի թե ազգային, թե անձնական մագարտագին, նույնիսկ ընտանիքները ներս կան պատմություններ, որոնք մարդիկ կնախընտրեն քաղտնի բահել իրենց զավակներեն, բայց ադիգա առողջ մոդեցումը չէ։ Անդեղիագությունը չօգներ։ Ես մեծապես կհավատամ ագաթեմական ազատության եւ այն բանին, որ ուսուցիչները պետք է ազատ լան ուսումնասիրելու եւ ներկայացնելու որևէ նյութ, որ գրթական արժեք ունի։ is of educational value. Շնորհակալ եմ հարցազրույցի համար, պարոն Մարսուբյան։ Շնորհակալ եմ։ Ես զրուցում էի Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի հետ։ Կհանդիպենք։